անհատականը, որը հրեղենձի ու տարին է, ձեզ համար օգտակար է թե ոչ։ Ինչպես կարելի է սա իմանալ։ Եկեք շատ բարձ բացատրեմ։ Եթե ձեր անհատական էլեմենտը կրակն է, ապա տարին բերում է կրակի ավել էներգիա, որը ինքնին ներկայացնում է ձեր մրցակիցներին։ Մյուս կողմից կուժեղանա ձեր ինքնությունը, մյուս կողմից կավելանան ձեր մրցակիցները։ Եթե ձեր անհատական էլեմենտը հողն է, ապա հողի համար գալիս է ռեսուրսի էներգիան, գալիս է նոր գիտելիքի, նոր հմտությունների ձեռքբերման տարի։ Եթե ձեր անհատական էլեմենտը մետաղն է, ապա մետաղի համար կրակը դա վերադասի էներգիան է, կանանց համար սա տղամարդու էներգիան է, իսկ տղամարդկանց համար վերադասի էներգիան է։ Որոշակի հարաբերություններ կլինեն վերադասի հետ։ Իսկ եթե ձեր մոտ ջրի էներգիան է, ապա ջրի էլեմենտի համար այս տարի դա ֆինանսի էներգիան է համարվում, եւ եթե դու ձեր քարտը, ձեր բազի քարտում ուժեղ ջուր կա, ապա դուք կկարողանաք վերցնել մեծ քանակի ֆինանսական հաջողություն։ Եթե ձեր մոտ փայտի էներգիան է, ապա փայտի համար գալիս է ինքնադրսևորման, ինքնաարտահայտման էներգիան, որը ձևավորվում է կրակով։ Ուստի կարող եք լինել առավել ուշադիր, մի հատ անջատի։ Ինչպես հասկանալ արդյոք 2026 թվականը, որը հրեղենձի ու տարին է, կօգնի ձեզ, թե կխանգարի։ Տեսեք, եկեք բացատրեմ շատ պարզ 5 էլեմենտների տեսությամբ։ Եթե ձեր անհատական էլեմենտը ջուրն է, ապա ջրի համար գալիս է ֆինանսի էներգիան, որովհետև կրակը ձեր ֆինանսն է։ Եվ եթե ձեր բազի քարտում կա շատ ջուր, այսինքն ձեր էլեմենտը ուժեղ է, ուրեմն դա նշանակում է, որ դուք կարող եք տարվա ընթացքում վերցնել մեծ ֆինանսական հաջողություն։ Եթե ձեր անհատական էլեմենտը փայտն է, փայտի համար կրակը դա ինքնադրսևորման էլեմենտն է։ Տարին բերում է հնարավորություն ինքնադրսևորման, ինքնաարտահայտման, եթե ցանկանում եք հաջողել, ապա պետք է լինեք շատ ակտիվ։ Այսքանը, իսկ եթե ուզում եք իմանալ, թե որն է ձեր անհատական էլեմենտը, ապա գրեք մեկնաբանություններում էլեմենտ բառը եւ ձեզ կուղարկեմ բոլոր մանրամասները։